ժպիտ, ջերմություն և տոն Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում։ Հեղինակները թեատրոն կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի արտիստներն են։ Թեատրոն կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի կազմակերպիչներն են Արտիմաժ մշակութային հասարակական կազմակերպությունը և ֆրանսիական Սաթեաթխ թատերական միությունը։ Թեատրոն փառատոնը Արարատ բանկի հետ համատեղ նախաձեռնել է սոցիալական պատասխանատվության միջոցառումների շարք ոչ միայն Երևանում, այլև Գորիսում։ Նախագիծը մեկնարկել է հոկտեմբերի 22-ին և կտևի մինչև նոյեմբերի 3-ը։ Սոցիալական պատասխանատվությունը եւ հատկապես մշակութային տարբեր նախաձեռնությունների միջոցով սոցիալական կարևոր խնդիրների վերհանումը եւ դրանց հասցեագրումը միշտ եղել են Արարատ բանկի գործունեության առանցքում, այս պահին նաև տեղի ունենում փոքրիկ ներկայացում քաղցկեղով հիվանդ եւ առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար, եւ սա հատկապես մեզ համար շատ կարեւոր է։ Վստահ ենք, որ կատարողական արվեստը հատկապես ունի բուժիչ ուժ։ Արարատ բանկը հետևողականորեն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք տոն եւ ժպիտ են պարգևում երեխաներին, մասնավորապես կյանքի դժվարին փուլում գտնվող փոքրիկներին։ Փառատոնի շրջանակում Արարատ բանկի ֆինանսական աջակցության շնորհիվ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում օրերս տեղի է ունեցել ներկայացում Լա Տեմերարիա թատերական ընկերության ծաղրածուների մասնակցությամբ, որոնք մասնագիտացված են հոսպիտալացված երեխաների համար ելույթ ունենալու մեջ։ Մեզ համար իբրև փառատոնի կազմակերպիչներ սոցիալական բաղադրիչը շատ կարևոր է եւ ինչպես բազմիցս նշել ենք, շատ կարևոր է, որ մշակույթը գնա երբեմն այնտեղ, որտեղ հնարավոր չէ ունենալ այցելուների կամ հանդիսատեսի ելքի հնարավորություն։ Թեատրոն կատարողական արվեստների փառատոնը ունի բազմաթիվ գործընկերներ թե Հայաստանից եւ թե Ֆրանսիայից, եւ ես առանձնակի ուզում եմ նշել Արարատ բանկի հետ մեր համագործակցությունը եւ իրենց աջակցությունը իբրև մասնավոր կառույցի, որոնք միանգամից արձագանքեցին դրականորեն մեր առաջարկին։ Թեատրոն փառատոնը ծնվել է Հայաստանը ֆրանկոֆոն մշակութային խաչմերուկ դարձնելու գաղափարից։ Թեատրոն փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը եւ դրամատուրգիան։ Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանկոֆոն պարուսույցներ եւ դրամատուրգներ։ Արտիստները հիշեցնում են, մասնագետները հաստատում։ Բեմից դուրս էլ մշակույթը կարող է բուժել եւ ուժ տալ։ Մանկական քաղցկեղի բուժման ընթացքում երեխաները եւ ոչ միայն երեխաները, ծնողները եւ ընտանիքները բախվում են բազմաթիվ հոգեբանական խնդիրների, որոնք անհաղթահարելի կլինեն, եթե նմանօրինակ միջոցառումներ չլինեն։ Շատ կարևոր են նման միջոցառումները, քանի որ երեխաները երբ որ նույնիսկ տխուր են լինում կամ ինչ որ պրոցեդուրաներից հետո ունեն ցածր տրամադրություն, շատ կարևոր է նրանց տրամադրությունը բարձրացնել ու աջակցել ծնողին այդ պահին։ Մասնագիտացված ծաղրածուները պատմում են, հիվանդասենյակներում տարբեր տարիքի երեխաներ են, յուրաքանչյուրը իր պատմությամբ։ Նրանք ներս են մտնում զգուշորեն, մեկը քնած է, մյուսը կարդում է, ամենափոքրիկը լայն բացած աչքերով դիտում է նրանց խաղը։ Ամենափոքրիկ հիվանդի համար ծաղրածուները մեղմորեն երգում են, ընթերցողի հետ չարաճճի հայացքներով փոխանակվում։ Ծաղրածուները հեռանում են հիվանդասենյակում թողնելով ժպիտներ ու ջերմություն։ Սա է այն առաքելությունը, որն ունեն հոսպիտալացված երեխաների համար մասնագիտացված ծաղրածուները։ Արարատ բանկը հավատում է, յուրաքանչյուր փոքրիկ արժանի է մանկության լույսին, նույնիսկ հիվանդասենյակում։